Էդ ինչա։ Ապրես, մյուսը ով կասի։ Դու կասես, ասա արևես։ Ելակ, okay։ Մենք այսօր բացեցինք մեր 45-րդ հիմնանորոգված մանկապարտեզը, որոնք որ իրականացվել են տարբեր ծրագրերով, մի մասը մեր միջազգային գործընկերների հետ, մի մասը համայնքային բյուջեով։ Մեր ամենասիրելի եւ ամենադրական ծրագրերից մեկն է, որով որ մենք երեխաների համար ստեղծում ենք մի այնպիսի միջավայր, որտեղ իրենց մանկությունը նվազագույնս միջավայրում շատ դրական գույներով են հիշելու։ Ամեն օր գայս եմ պարտեզ, խաղալիքներով խաղում եմ։ Մանկապարտեզում ուտում են ոսպով ջազ, աղջան, գրեսկա, դուրագալիշ, մանկապարտեզը ինչ։ Ընկերներ ունեմ, խաղում եմ ես ընկերների հետ։ Բացվում է մի հրաշք մանկապարտեզ, որը լի է երեխաների ծիծաղով, ուրախ ժպիտով։ Հələ ցույց տուր ես էլ իմանամ, ոնց ենք անում։ Շատ գեղեցիկ, լուսավոր, հարմարավետ պայմաններով շենք է, երեխաները հաճույքով իրենց օրը անցկացնում են մանկապարտեզում։ Հաճախում է իմ աղջիկը այստեղ մանկապարտեզ, մսուր խումբ, շատ բարեկարգ է։ Անվտանգության բոլոր նորմերը պահպանված, որը որ շատ կարևոր է։ Այս նախագիծը գործնականում էներգոարդյունավետության բոլոր նախագծերի առաջին փուլն է։ Դրա շարունակականությունը ապահովելու համար դեռևս 2023 թվականին Երևանի քաղաքապետարանին տրամադրվել է ֆինանսական հավելյալ աջակցություն։ Շատ կարևոր են երկրների միասնական ջանքերը էներգոարդյունավետության զարգացման գործում, որը նաև նպաստում է կլիմայական դրական փոփոխություններին։ Մենք օգնում ենք համայնքներին մշակել կայուն էներգիայի գործողությունների ծրագրեր։ Մեծ պատիվ է մասնակցել Երևանում եւս մեկ վերանորոգված մանկապարտեզի բացմանը։ Սա բազմաթիվ գործընկերների համագործակցության արդյունք է, որոնց համախմբել է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարի մենք սկսելու ենք 13 մանկապարտեզների նոր հիմնանորոգման ծրագրեր, որտեղ որ արդեն բակային հատվածները միանգամից արդեն պատրաստի նախագծերում ունենալու են։ Մոտավորապես 6-7 տարի հետո Երևան քաղաքում չհիմնանորոգված մանկապարտեզ այլևս չի լինի։